Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային, այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։ Նախագահը հստակ հայտարարել է, որ իր ջանքերը կենտրոնացնում է խաղաղության հաստատման վրա։ Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները ևս հավատարիմ լինեն այս նպատակին։ Մենք դադարեցնում եւ վերանայում ենք մեր օգնությունը համոզվելու համար, որ այն նպաստում է վերահիշատակված նպատակի իրագործմանը, նշված է հայտարարությունում։ Սպիտակ տան պաշտոնյան ընդգծել է, որ այս հրամանն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի համոզվել, որ Ուկրաինան հավատարիմ է խաղաղության հաստատման գաղափարին։ Անկարան ակտիվացրել է հարավային Կովկասում բարգավաճմանն ու կայունությանը հասնելուն ուղղված ջանքերը։ Նախորդին դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հաշվի առնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է ընթանում, մենք անհամբեր սպասում ենք համաձայնության հասնելուն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի վերջին հայտարարություններին, որում նա կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։ Արդարության հասնելու համար անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների եւ այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին կամ դատապարտվողներին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն։